Արնուլ լրատվականի նկարանող խումբը Մելիք գյուղում է։ Հուլիսի 22-ին իրավապահ մարմինները ողբերգական դեպք բացահայտեցին։ 56-ամյա կինը 4 ամիս անհետ կորել էր։ Ավելի ուշ պարզվեց, որ նրա 20-ամյա որդին է առանձնակի դաժանությամբ գրտնակի բազմաթիվ հարվածներով սպանել մորը եւ մարմինը հուղարկավորել հենց այս կիսակառույց շինության տարածքում։ Այս պահին Մելիք գյուղ են եկել քրեական ոստիկանության աշխատակիցները, որոնք պատրաստվում են 20-ամյա տղային տեղափոխել բժշկական կենտրոն։ Բանն այն է, որ դատարանը որոշել է, որ 20-ամյա Էդիկը չպետք է կալանքը կրի բանտում, այլ նրան առողջական խնդիրների պատճառով պետք է տեղափոխեն բժշկական կենտրոն։ Ինչ է պատմում 20-ամյա Էդիկը, ինչու գնաց այդ քայլին, ինչու առանձնակի դաժանությամբ գրտնակի բազմաթիվ հարվածներով սպանեց իր մորը։ 20-ամյա Էդիկը պատմում է դեպքի ողջ մանրամասները։ Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջինը հայտնել էր ներքին գործերի նախարարությունը, նշելով, որ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ 1970 թվականին ծնված Ռուզաննա Մայի անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները իրացնելով օպերատիվ տեղեկությունները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիք գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ցակած վիճաբանության ժամանակ 25-ամյա եւ 20-ամյա եղբայրները գտնակի հարվածով սպանել են իրենց մորը ՌՄ-ին։ Հանցագործությունը քողարկելու եւ հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն եւ թաքցրել հողաշրջի տակ։ Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել էին քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել էր արարքը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշված վայրում հողաշրջի տակ հայտնաբերվել էր 56-ամյա Ռուզաննայի դին։ 25-ամյա եւ 20-ամյա երիտասարդները ձերբակալվել եւ տեղափոխվել էին ձերբակալվածների պահման վայր։ Այսօր Արնուլ լրատվականին իրավապահ համակարգից հայտնի դարձավ, որ 25-ամյա եղբորը իրավապահները ազատ են արձակել։ Պարզվել է, որ նա դեպքի օրը այդտեղ չի եղել, իսկ ահա 20-ամյա Էդիկը, որը ըստ նախնական վարկածի սպանել է մորը, դատանի որոշմամբ ազատ է արձակվել եւ որոշել են նրան տեղափոխել բժշկական կենտրոն հետագա բուժումում անցնելու նպատակով։ 20-ամյա Էդիկը պատմում է, ինչ տեղի ունեցավ, որ գնաց այդ քայլին։ Իրենք ունեն, իրիկն այդտենց վիպ տեսակի ծխախոտի ծխեն, մամաս չեր ուզում որ ծխեի։ Եկատո մամաս ասեց ծխել ես, ասեց չէ, չեմ ծխել։ Ասեց չեմ ամջան, չեմ ծխել, ասեց հո արա, հո արտաշնչից ես զգաց, որ ծխել եմ ուտել սկսվավ։ Վիճեցիք։ Դες թետի միջ վիճեցինք, մաման վերս բարկացավ, դες ծեծեց, Փախամտոյի սենյակը, այդ վառանի շիշով եկալեց, եկավ 3 անգամ շշով, խպես փախադուս։ Փախադուս, երկու րոպե հետո Միրասկի այլի մեշոկի գրտնակար։ Այդ եկալ եկա, միջասերը մամաս բարկած էր արդեն։ Որքան 5-6 անգամ խփի գլխի։ Ու մահացավ ինքը։ Բա մենակ որոշեցիր, որ պետքա տանես այնտեղ իրան թաղես, հա։ Մենակ ես եղել, եղբայրդ հետը չի եղել։ Ոչ մի չի եղել, ոչ եղբայրս, ոչ իմ մենակ եմ եղել։ Իսկ դու ասում էին, որ դու առողջական խնդիրներ ունես, դեղերը խմել ես ժամանակին, օգտագործել ես դեղերը։ Չէ, չեմ խմել։ Չես խմել։ Այդ տակացել եմ, չեմ գիտակցի ինչ եմ արել։ Արին տվեց գլխից չհասկացա թե ինչ արեցի, բայց հետո հասկացա թե ինչ եմ զղջում եմ արած։ Հիմա տանը մենակ ես, քեզ ձերբակալել էին սկզբից։ Հա, սկզբից 2 անգամ ձերբակալան, հետո գնացին դատարան, դատավոր ասաց, որ կալանքի միջնորդությունը մերժվել է, այսինքն ազատ են արձակել։ Բայց պետքա տանեն նաև բուժման նպատակով քեզ առողջական պատրաստ ես գնալ բուժվես։ Պատրաստ եմ։ Մայրիկի հետ մենակ էիք ապրում այստեղ։ Իսկ եղբայրը Երևանում ինչով էր զբաղվում։ Գործով էր զբաղվում։ Իսկ ինչով էիք դու մայրիկը զբաղվում։ Կենթանի էիք պահում, խոտ հունձքով էիք զբաղվում, գյուղի առօրյա աշխատանքով։ Տնտեսական գործեր անում կենցաղային։ Սելամասնապահությամբ էի զբաղվում։ Գյուղի նախինի տան։ Դες գործ։ Գյուղի հովիվն ես դու եղել։ Հա, գյուղի հովիվն եմ եղել։ Հիմա տանը մենակ ես, փաստացի սպասում ես, որ գան քեզ տանեն։ Հա, սպասում եմ պատասխանի որ գան, որ գնաս։ Առաջ էլ է մայրիկի հետ տենց վեճեր եղել, որ վիճել եք, չէ։ Այս ընդհանրապես ծխախոտներ, որ ջղայնացավ, թույլ չէր տալի, որ ծխեիր։ Այո, թույլ չէր տալի։ 4 ամիս շարունակ մայրիկին փնտրել են, ով է իմացել, որ մայրիկը չկա, դու ոչ մեկի չես հայտնել, ոչինչ չես ասել, դու
Ոնց են իմացել, որ մայրիկը չկա։ 4 ամիս փաստացի դու թաքցրել ես։ Վախենալը, որովհետև իմ մեջ վախ կա։ Ու չեմ կամ այդ վախի մեջ թանում։ Դա մա վախեցելի ու խաբասալի, որ չգիտեմ, սա այնա տեղեկություն չունեմ։ Ով պարզեց, որ ինչ որ մամայի հետ կարող է ինչ որ բան եղածած լինել։ Վերջում ոստիկանները եկան, ուզում էի որ գային։ Մեկը ճիշտը պատմի։ Եկան ասեն ոնց է, ասեցին սենց, ասի ես եմ արել։ Հա դու ես խոստ, իրանք եկել էին իմանային մաման որ կարակորած լինի, դու պատմեցիր ճիշտը ուրակոր է մաման։ Սկզբից ասի որ եղբայրս արել վախեցա, վախենալու եմ այս որ չգիտեմ էլի ոնց ասեմ։ Քո անունը ինչպես է։ Էդիկ։ Էդիկ։ Որոշեցի որ ճիշտը պատմեմ։ Ու ճիշտը պատմեցիր ոստիկաններին հենց ու տարար տեղը ցույց տվեցիր թե որտեղ ես հողաշերտը լցրել։ Բարբերաբար գնում էիր ասում են որ հող ես լցրել, հա, տարբեր անգամ գնացել ես լցրել ես, որ ըստ էության թաքնված մնա մարմինը։ Բայց վերջում ցանկացող լացել եմ բանը մարի, դից զղջացել եմ արածեմ։ Այդ դեպքի օրը չգիտացի թե ինչ է հավե։ Չհասկացա։ Ուղղակի որ մայրիկը ծեծել էր դրանից դրթված գնացիր այդ քայլին, չգիտակցեցիր ինչ ես անում։ Չեմ հասկացել, չէ ուզում։ Պրոստը չեմ գիտակցի ինչ եմ արել։